Գաղափարից բիզնես հեռուստանախագծի ընթացիկ եթերաշրջանը մոտեցավ ավարտին։ Մրցութային վերջին օրը իրենց նախագծերը ներկայացրին եւս 4 մասնակիցներ։ Anti-Piracy որոնողական գործիքը հոգ է տանում ձեր մտավոր սեփականության մասին։ Այն փնտրում եւ գտնում է համացանցում ապօրինի տեղադրված աուդիովիզուալ բովանդակությունը։ Rumors-ը on-line մեդիա մոնիթորինգային հարթակ է, որը թույլ է տալիս իմանալ, թե համացանցում ինչ են գրում ձեր կամ ձեր բիզնեսի մասին։ 42 SMM AI-ը նույնպես ինքնաշխատ գործիք է, որը հեշտացնում է սոցիալական մեդիայի հետ աշխատանքը։ Մի քանի մեկնարկային տվյալների հիման վրա այն գեներացնում է կոնտենտ ձեր սոցմեդիա էջերի համար։ Monity-ն էլ փոքր ու միջին բիզնեսների վաճառքը կազմակերպելու on-line էկոհամակարգ է, որը թույլ է տալիս մի քանի քլիքով ու առանց մեծ ներդրումների ունենալ վաճառքներ։ Վերջին 2 ստարտափերները կարողացան իրենց գաղափարները վաճառել ժյուրիի անդամներին եւ ստացան բաղձալի դրամաշնորհը։ Այսպիսով շուկա մուտք գործող 47 ստարտափներ եթերաշրջանի ընթացքում ներկայացան եւ մրցութային հանձնաժողովին ներկայացրին իրենց պրոդուկտները։ Արդյունքում նրանցից 18-ը տաղավարից հեռացան մեծ մոտիվացիայով, հարուստ փորձով եւ 10 միլիոն դրամաշնորհի սերտիֆիկատով։ Այսօր եթերաշրջանի ամփոփիչ հատուկ թողարկումն է, որի ընթացքում հայտնի կդառնա Բահումութ հիմնադրամի հատուկ ներդրումային ֆոնդի ճակատագիրը։ «2024 թվականի դրությամբ աշխարհում հաշվում է 1658 միաեղջյուր։ Նրանց բնակության արեալն ընդգրկում է 53 երկիր։ Նախորդ տարի նրանց նկատել են 5 նոր երկրներում, իսկ այս տարվա ընթացքում նոր տարածքներ գրավել է միայն մեկը Ուզբեկստանում։ Հայաստանում, ի դեպ, այս պահին բնակվում է 2 միաեղջյուր։ Այս ամենն իմ վառ երևակայության արդյունքը չէ, այլ փաստերով հիմնավորված թվեր։ Բանն այն է, որ ստարտափի էկոհամակարգում $1 միլիարդ շուկայական կապիտալիզացիայի շեմը հատող ընկերություններին ընդունված է միաեղջյուր անվանել։ Այն ֆանտաստիկ լուրի սպասումով, որ այդ հեքիաթային արարածները մեծ տեմպերով կբազմանան Հայաստանում, ասում եմ, դուք դիտում եք Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Fast Media-ի եւ Բահամութ հիմնադրամի համատեղ իրականացրած հեռուստատեսային իրապատման ընթացիկ եթերաշրջանի եզրափակիչ թողարկումը։ Ողջույն, գաղափարից բիզնեսն է եթերում։ Այստեղ լավ գաղափարները թանկ են գնահատվում։ Սա միակ հեռուստանախագիծն է, որտեղ մասնակիցները ստացել են մինչև 10 միլիոն դրամ բացառապես իրենց գաղափարների հաշվին։ Մրցութային հանձնաժողովի քվեարկության արդյունքում առավել կողմ ձայներից արժանացած 18 մասնակիցներն այսօր տաղավարում են։ Անկախ ժյուրիի տրամադրվածությունից որոշումներից այս տաղավարում մթնոլորտը կարելի է բնութագրել 2 բառով՝ տրամադրությունը միլիոն։ Այս պահին տրամադրությունը նույնն է, բայց թողարկումը հատուկ։ Հենց այդ կապակցությամբ էլ առաջին շարքը մարդաշատ է։ Իրենց մշտական տեղերում են ժյուրիի 5 անդամները։ Իրենց որոշումներով ստարտափերների գործունեության եւ մասնակիցների տրամադրության վրա էական ազդեցություն ունեցած մարդիկ։ Մարիամ Մարգարյան, Մոնիկա Մաթևոսյան, Ամալիա Մխիթարյան, Գագիկ Բադադյան, Աննա Խաչատրյան, Ռեմ Դարփինյան, Արամ Փախչանյան։ Այս պահի դրությամբ ժյուրին ավարտել է իր առաքելությունը, դրամաշնորհները գտել են իրենց հասցեատերերին եւ հանձնաժողովի անդամները կարող են հանգիստ նստել ու դիտել հաղորդումը։ Իսկ Բահամութ հիմնադրամի մեր գործընկերները դեռ անելիք ունեն։ Եթերաշրջանի բոլոր մասնակիցներն անհամբեր սպասում են հենց նրանց որոշմանը։ Հատուկ տաղավարից հիմնական տաղավար են ժամանել Բահամութ հիմնադրամի փորձագետները, հատուկ հյուրի հետ։ Softconstruct ընկերության եւ Բահամութ հիմնադրամի համահիմնադիր Վիգեն Բադալյան, Նարինե Կոտիկյան, Startup Grind Հայաստան ընկերության հիմնադիր, SpaceTab ընկերության տնօրեն, Սարգիս Սարգսյան, Align Technology թեստային ճարտարապետության ավագ մենեջեր։ Հատուկ հյուրերի կազմը եզրափակում է պատվավոր հյուրը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նրան էլ սիրով փոխանցում եմ խոսքը։ Պարոն նախարար, խնդրեմ։ Արսեն, շնորհակալ եմ այս հնարավորության համար, նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս այս
տոնի կապակցությամբ բոլոր մասնակիցներին եւ հաղթողներին եւ նրանց, ովքեր որ նման հնարավորություն ունեցան մասնակիցը լինելու այս նախագծի։ Ես ուզում եմ շատ կարճ պատմել, թե ընդհանրապես գաղափարից բիզնես ծրագիրը ինչի մասին է։ Այն ինչ որ իմաստով գալիս է իրականացնելու մեր մեծ երազանքը, իսկ Հայաստանը երազանք ունի դառնալու նորարարությունների համաշխարհային կենտրոն։ Ես եւ ընդհանրապես կառավարությունը մենք հավատացած ենք, որ մեր տնտեսության զարգացման համար, տնտեսական աճի համար չափազանց կարևոր են այն ծրագրերը, որոնք գալիս են խթանելու ինովացիան, տեխնոլոգիական լուծումները եւ հենց ստարտափները մեր վստահ ընկալմամբ, պատկերացմամբ հիմքն են նորարարական բիզնեսի։ Մենք հավատում ենք, որ այս օրինակ ծրագրերով մենք խթանելու ենք ինովացիան մեր երկրում, որը գալիս է բարդ տեխնոլոգիական լուծումներ առաջարկելու մեր տնտեսության համար, խթանելու ինովացիան, բացելու նոր աշխատատեղեր մեր տնտեսության մեջ։ Հետևաբար գաղափարից բիզնես ծրագիրը այն կարևորագույն ուրեմն պրոյեկտներից մեկն է, որ գալիս է օգնելու, զարգացնելու ստարտափ էկոհամակարգը մեր երկրում, եւ ես վստահ եմ, հուսով եմ նաեւ այս հեռուստանախագիծը ինչ որ իմաստով նաեւ վարակիչ է լինելու այն երիտասարդների, որոնք որ ունեն գաղափարներ, ունեն երազանքներ, ունեն մտքեր, պարզապես չգիտեն, թե ինչպես կարող են դրանք վերածել պրոդուկտների, մեծ շուկաներ գրավել, իրենց պրոդուկտները դարձնել մրցունակ եւ այս օրինակ ծրագրերը, որոնք իրականացվում են պետություն, մասնավոր հաճախ նաեւ համագործակցության միջոցով, հստակ ուղենշում են այդ ճանապարհը, բացում են դռներ, տալիս են նորանոր հնարավորություններ երազելու եւ այդ երազանքը տանելու դեպի մեծ բիզնես, դեպի խոշոր կորպորացիաներ եւ սա է հիմքը մեր տնտեսության զարգացման։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս տոնի կապակցությամբ եւ բարի ընթացք եմ մաղթում բոլոր այն մասնակիցներին, որոնք հաղթեցին եւ բոլոր այն մասնակիցներին, որոնք անցան այս ծրագրի միջոցով եւ դեռևս նոր հաղթանակներ իրենց ապագայում սպասվում են։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն պարոն նախարար, կխնդրեմ, որպեսզի մնաք այստեղ եւ այս պահին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից շնորհակալագրեր են հանձնվելու եւ շնորհակալագիրը տրվում է Ամալիա Մխիթարյանին գաղափարից մինչեւ բիզնես դրամաշնորհային ծրագրին ցուցաբերած աջակցության համար։ Մոնիկա Մաթևոսյանին շնորհակալագիր գաղափարից մինչեւ բիզնես դրամաշնորհային ծրագրին ցուցաբերած աջակցության համար։ Մոնիկա, ուրախ ենք ձեզ տեսնել կադրում, որովհետև Մոնիկան ժյուրիի այն անդամներից էր, որ կադրից դուրս էր ողջ եթերաշրջանի ընթացքում քվեարկում ստարտափերի օգտին։ Տրվում է Մարիամ Մարգարյանին գաղափարից մինչև բիզնես դրամաշնորհային ծրագրին ցուցաբերած աջակցության համար։ Մարիամը մեր ժյուրիի մյուս անդամն է, ով կրկին կադրից դուրս քվեարկում էր ստարտափերների օգտին։ Շնորհակալագիր է տրվում Արամ Փախչանյանին։ Ժյուրիի խստագույն անդամը, որ ամենալայն ժպիտով մոտեցավ շնորհակալագիրը ստանալու։ Ռեմ Դարփինյանին։ Թերևս ժյուրիի ամենազուսպ, բայց միևնույն ժամանակ ամենաէմոցիոնալ անդամներից մեկն էր եթերաշրջանի ընթացքին Ռեմը։ Գագիկ Բադադյանին։ Հենց գաղափարից անցնում էինք բիզնեսի, միանգամից հարցը ուղղում էինք Գագիկին, որպեսզի հասկանանք, թե նախարարության կողմից տրամադրված գումարները արդյունավետ ուղու վրա են, թե ոչ։ Աննա Խաչատրյանին։ Ով առաջնային ուշադրություն էր դարձնում, թե ով ինչպես կներկայացնի իր գաղափարը։ Եվ սա ինձ համար ամենաանսպասելի ակնթարթն է, պարոն նախարար, որովհետև նախ շնորհակալություն եմ հայտնում ինձ եւս շնորհակալագիր հանձնելու համար։ Շնորհակալագիրը տրվում է Արսեն Գրիգորյանին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն պարոն նախարար, խնդրեմ
Համեցեք։ Այս պահին աշխարհում ավելի քան 150 միլիոն ստարտափ գոյություն ունի։ Մոտավոր հաշվարկով ամեն օր 137,000 նոր նախագիծ է մեկնարկում։ Վիճակագրությունն ասում է, որ 10-ից 9 փակվում են, իսկ միաեղջյուրի կարգավիճակ է ստանում ստարտափերի 1%-ը։ Այսօր տաղավարում հավաքված են հաջողակ թիմեր, քանզի նրանք մեկն են այն 10-ից, որ արդեն մուտք են գործում շուկա։ Եվս մեկ անգամ ողջունենք Գաղափարից բիզնես նախագծի այս եթերաշրջանի երջանիկ մասնակիցներին, որոնք արժանացել են դրամաշնորհի։ Միլիոնանոց հոգեվիճակը շարունակաբար աճելու ու բազմապատկվելու է, քանզի հենց այս թողարկման ընթացքում է հայտնի դառնալու Բահամութ հիմնադրամի սահմանած հատուկ ներդրումային ֆոնդի ճակատագիրը։ Ֆոնդ, որի միջոցները մեկ ակնթարթում կարող են դեպի կտրուկ աճի կողմ թեքել մեկ կամ մի քանի ստարտափերի ճակատագրեր։ Հաջողակ մասնակիցների մեջ կան առավել բախտավորները, որովհետև նրանց բախտ է վիճակվել հավակնելու Բահամութ հիմնադրամի ներդրումային ֆոնդից մասնաբաժնի։ Որոշումը կայացված է եւ հաղթողների անուններն արդեն փոխանցվել են ինձ։ Այս պահին ես սիրով խոսքը փոխանցում եմ Բահամութ հիմնադրամի համահիմնադիր Վիգեն Բադալյանին։ Պարոն Բադալյան, խնդրեմ, համեցեք։ Շնորհավորում եմ եւ շնորհակալություն հայտնում եթերաշրջանի համար։ Շնորհակալություն, պարոն նախարար, եթե դուք իսկապես այդ գաղափարը չունենայիք, մենք այս ամեն ինչը տեղի չէր ունենա։ Շնորհակալություն ժյուրի բոլոր անդամներին, մերսի։ Շնորհակալություն մասնակիցներին եւ նրանք, ովքեր չեն անցել, ճիշտն ասած ես նաեւ կնայեմ նրանց, ովքեր չեն անցել, եւ նաեւ այս մեդիայի ամբողջ թիմին, մերսի։ Շնորհավոր նորից։ Շատ բարի, եւ անցնենք մրցանակաբաշխությանը, բայց միջև անցնելը նաեւ ասենք, որ Բահամութ հիմնադրամի համահիմնադիր Վիգեն Բադալյանի կողմից ժյուրիի բոլոր ներկայացուցիչները ստանում են 300-ական FTN, այնպես որ ես եւս շնորհավորում եմ ժյուրիի անդամներին։ Եվ կարծում եմ նախարարության օրինակով առաջնորդվելով պարոն Բադալյան նաև ինձ էլ կարող է հասնել այդ մրցանակի։ Շնորհակալություն։ Եվ այս պահին տեսնում ենք Բահամութ հիմնադրամի քվեարկության արդյունքներում ինչպես են բաշխվել գումարները։ Դ. Ֆինչ, Միհրան Բաբայան, 5 միլիոն ֆինանսական կրթություն երեխաներին նախագծի համար։ Շնորհավորում ենք։ Դուդուկ Կարլեն Մադոյան, 10 միլիոն երաժշտության վիզուալիզացիայի ստարտափի համար։ To Work Tech Ռազմիկ Գևորգյան, 10 միլիոն ձայնային գործակալներ։ Շնորհավորում ենք։ SmartCon Արմեն Ասատրյան, 10 միլիոն դիպուկահարներին օգնող սարք։ Արմեն մենակ եք եկել։ Երկրորդը չկա։ Եվ Energy Star Կարեն Զաքարյան, 15 միլիոն արևային թափանցիկ պանելներ։ Շնորհակալություն պարոն Բադալյան, խնդրեմ զբաղեցրեք ձեր տեղը։ Եկեք եւս մեկ անգամ ծափահարություններով շնորհավորենք բոլոր այն մարդկանց, ովքեր այս եթերաշրջանի ընթացքում արժանացան դրամաշնորհների եւ իհարկե ողջևորենք նաեւ այն մարդկանց, ովքեր այդ ճանապարհին են։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Բահամութ հիմնադրամին, ավելի նորարար եւ հեռատես գտնվելու համար, շնորհակալություն դրամաշնորհի համար։ Հուսով եմ դեռ շատ կլսեք Դուդուկի եւ մեր ստեղծագործությունների մասին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Բահամութ հիմնադրամին, շատ հաճելի անակնկալ էր եւ կարծում եմ տարվա շատ լավ ամփոփում։ Մերսի։ Մենք դրամաշնորհ չենք ստացել ԲՏԱ նախարարությունից, բայց շատ հաճելի անակնկալ էր, որ ստացանք Բահամութ հիմնադրամից, այն մեզ կօգնի պրոդուկտը զարգացնել ստրատեգիկ ուղղություններով։ Շնորհակալություն եմ հայտնում Բահամութ հիմնադրամին, ժյուրիի անձնակազմին ու ԲՏԱ նախարարությանը։ Բահամութ հիմնադրամի տրած դրամաշնորհը կարծում եմ կծառայի նպատակին ու մի քայլով կմոտեցնի հաջողությանը ու նպատակներին։
Շատ շնորհակալ եմ ԲՏԱ նախարարությանը եւ Բաղամուտ հիմնադրամին գնահատելու համար մեր աշխատանքը եւ նախագիծը։ Հետագայում կտեսնեք մեր արդյունքները։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր այն մասնակիցներին, ովքեր Բաղամուտ հիմնադրամից արժանացան դրամաշնորհի, նշեմ, որ 5-ից 4-ը նախարարության կողմից չէին արժանացել դրամաշնորհի, բայց Բաղամուտ հիմնադրամը նրանց ոգևորեց։ Շնորհավորում եմ, եկեք ծափահարություններով շնորհավորենք մեր մասնակիցներին եւ թերևս այս պահին եւս մեկ անգամ լսենք մեր շատ սիրելի ու հարգարժան ժյուրիի ներկայացուցիչներին, եթե կարող ենք եթերաշրջանը ամփոփել շատ կարճ ձեր տպավորությունները, ցանկությունները ու բարեմաղթանքները։ Արամ սկսենք ձեզնից։ Ես կարծում եմ, սա շատ ոգևորիչ է եւ մաղթում եմ, որ հաջորդ եթերաշրջանը լինի ել ավելի ոգևորիչ։ Շնորհակալություն։ Կարծում եմ, որ ձեր աշխատասիրությունը ձեզ հնարավորություն կտա հաջող լինելու, իսկ հեռուստադիտողը կարծում եմ ձեզ մեջ կհանդիսանա ձեր ապակա օգտատերը եւ ներդրողը։ Շնորհակալ ենք։ Գագիկ։ Հրաշալի էր եւ խոստումնալից ու հուսով եմ, որ դեռ կլսենք այս ստարտափերի մասին, երբ նրանք կգրավեն տեղական եւ համաշխարհային շուկաներ։ Շնորհակալություն։ Աննա։ Կարծում եմ հիանալի հաղորդում ստացվեց, շնորհավորում եմ բոլոր հաղթողներին, իսկ այն մարդիկ, ովքեր դրամաշնորհներ այս անգամ չստացան, ուղղակի կարող են ընդունել այն բոլոր խորհուրդները, որ ստացան ժյուրիի անդամներից եւ դիմել հետագա մրցույթների, քանի որ ստարտափի կյանքը մեկ դրամաշնորհով չի սկսում եւ չի ավարտում, այն շատ երկար գործընթաց է, որի միջով պետք է համբերատար անցնել։ Շնորհակալ ենք։ Ռեմ։ Սա շատ նորարար հեռուստա միջոցառում էր, որտեղ նորաստեղծ ստարտափի հիմնադիրները կարող են նայել բոլոր ծրագրերը եւ նորություններ քաղել, հասկանալ ինչպես են ներդրողները ապագա հարցեր տալու, որտեղ արժի ավելի ուշադրություն դարձնել եւ ոնց անել, որ հաղթել, որովհետեւ այս ծրագրի շրջանակում ունենք տասնյակ հաղթողներ, որոնք հաղթել են եւ իրենց ստարտափների մասին իհարկե մենք տարիներ անց կլսնենք եւ կտեսնենք ոնց են իրենք մեծ հաջողությունների հասնում։ Շատ բարի։ Բաղամուտի ներկայացուցիչները Նարինե։ Շնորհավորում եմ բոլորին, թեժ պայքար էր, ինչ խոսք, ու վստահ եմ, որ մինչ հաջորդ եթերաշրջան դեռ շատ հաջողության պատմություններ կլսենք թե հաղթողներից, թե այս անգամ չհաղթողներից, այնպես որ բոլորիդ հաջողություն։ Բարի, Սարգիս։ Շնորհավորում եմ բոլորիդ, կյանքում շատ հաճախ չի լինում ունենալ երկրորդ շանս, իսկ այս անգամ մենք ունեցանք երկրորդ շանս եւ շնորհավորում եմ նաեւ այն մարդկանց, ովքեր օգտվեցին այդ երկրորդ շանսից եւ ուզում եմ բոլորիդ տեսնել միաերճուրների շարքում եւ մենք էլ ողջևորվենք այն ամենից ինչ արել ենք այս եթերաշրջանի ընթացքում։ Շնորհակալ։ Շատ բարի։ Մոնիկա, ձեր բոլոր հույզերն ու էմոցիաները կադրից դուրս են մնացել եթերաշրջանի ընթացքում, այժմ առիթ կա ասելու ձեր տպավորությունը։ Բավականին հետաքրքիր էր հեռավար իրականացնել գնահատում։ Շնորհավորում եմ բոլոր հաղթող մասնակիցներին եւ լիահույս եմ, որ դրամաշնորհը կծառայի իր նպատակին եւ ընկերությունները կգրավեն բազմաթիվ այլ ներդրումներ։ Մարիամ։ Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, հաղթողներին եւ ցանկանում թող բոլորը երազեն եւ իրենց երազանքները իրագործեն եւ թող նոր գաղափարներ ծնվեն ու կյանքի կոչվեն ու տեսնենք իրենց հետագայում արդեն միջազգային շուկայում։ Շնորհակալություն եւս մեկ անգամ ծափահարություններով շնորհակալություն հայտնենք մեր ժյուրիի անդամներին ողջ եթերաշրջանի ընթացքում իրենց գնահատանքի ու ներկայության համար։ Մեկ օր Մարկ Տվենը ասաց 20 տարի անց դուք ավելի շատ զղջալու եք ձեր չարացի, քան արածների համար։ Այնպես որ մի կողմ դրեք կասկածները, մի վախեցեք ու ճանապարհ ընկեք։ Անորոշ, բայց որոշակի նպատակի հետևից։ Գործեք, երազեք։ Ու եթե հաջորդ եթերաշրջաններից մեկում այստեղ կանգնած մասնակիցն ասի, ես ոգևորվել եմ այս մասնակիցների հաջողություններով եւ ինչու ոչ, ազդվել հաղորդավարի ոգեղեն խոսքերից, իմ ու հաղորդման ստեղծագործական թիմի տրամադրությունը նույնպես միլիոն կլինի։ Կհանդիպենք հաջորդ անգամ ու կաջակցենք հայրենական տեխնոլոգիական առաջընթացին։